Մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, բարև ձեզ Անդրանիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, իմ խնդրանքով, որովհետև պարոն Թևանյանը Մոսկվայում էր, Կարմիր հրապարակում մասնակցում էր շքերթին, տոնախմբությանը, պիտի խնդրեմ ձեր տպավորությունները կիսեք, բայց հատկապես ինչու որոշեցի հրավիրել, որովհետև իր էջում 3 չէ, կարծեմ պարոն Թևանյան, հրապարակում էր արել շատ ճիշտ առողջ շեշտադրումներով ես շատ եմ ուզում, որ սա նաև փոխանցվի մեր հետևորդներին, ըստ էության, ինչպես սիրում է այդ բառը օգտագործել պարոն Թևանյանը, կոդերը շատ ճշգրիտ, այս ինչ ասեմ, հանցագործների խումբը կամ բանդան, որ սկզբում թվում էր շատ միամիտ հայտարարություններ են անում հանուն ոչնչի, փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ այդ հանուն ոչնչի հայտարարությունը պատահական չէր, հանուն ոչնչի, դա մեզ արժեցավ, հանուն ոչնչի ասում էր Արցախի համար, փաստորեն մենք այդպես Արցախը հանձնեց իրենց թեթև ձեռքով, հիմա արդեն ոչ ավել ոչ պակաս, արդեն հասել են երկրորդ համաշխարհային պատերազմի, փաստորեն հիմա այն թեզն է տարածում, որ ըստ էության մեր պապերը հանուն ոչնչի են երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել, որովհետև այդ հանուն ոչնչին նշանակում է, որ հանուն ոչնչի էր, որտեղ շատ ավելի շուտ պիտի թուրքերի առջև դուռը բացվեր եւ Արցախում եւ երկրորդ համաշխարհային պատերազմ ըստ էության դրա մասին է խոսքը, որ ինչու են դռները ամուր փակել, որտեղ դե պիտի դա էր ասում Արցունոսը, պիտի դռները բացենք, որովհետեւ պարզվում է, որ պատմությունը խեղաթյուրվել է, ինչ որ փաստեր, բաներ, ես որ առաջին անգամ էի լսում դրա մասին, պարզվում է, որ այնքան էին մտածում հայերի մասին, որ պիտի Գերմանիան գար, Թուրքիան գրավեր, դրանից հետո ազատագրեր եւ մեծ Հայաստան ստեղծել։ Սա անշուշտ պատական չէ, շատ ճիշտ էր նկատել պարոն Թևանյանը, մի անգամ այսպես հարցերը տամ, հա, ինչ էր այդտեղ այդ խայտարակությունը, որ մենք պիտի խնդրեմ նաեւ թվերը ներկայացնեք, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել հայ ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ինչ խայտարակ ամոթ էր, որ մենք ներկայացված չէինք եւ Ադրբեջանի բաններ, ինչ էր կոչվում, զորախումբները անցնում են տեղից, ընդ որում ասեցին են հատուկ ջոկատայինների սպեցնազի, հա, որ ուղղակի բանը դաժան բան պիտի ասեմ, մորթում էին մեր երեխաներին եւ ծերերին Արցախում, չէ, հենց հատուկ դրանք ինչ է, դրանց վրա այդ գործառույթը դրած։ Ինչ տպավորություն ստացեք, սա ինչպես եք մեկնաբանում, հմեկը ինչի է լծվել եւ Անայի հայտարարությունները դեռ 7 տարի առաջ եւ ինչին բերեցին, հասցրեցին, խնդրեմ։ Մի քանի բլոկ ներկայացրեցիք, ես ասեմ, որ Մայր Հայաստանը, այո, Մայր Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից հրավեր էր ստացել մասնակցելու զորահանդեսին եւ մենք ընդունել ենք սիրով բնականաբար այդ զորահանդեսը, որովհետեւ մենք մեզ տիրոջ կարգավիճակում ենք զգում երկրորդ համաշխարհային կամ հայրենական ինչպես ընդունված է ասել, տիրոջ կարգավիճակում ենք զգում այդ մասնակցելով, այսինքն հայ ժողովուրդը, այո, մեր բոլորի պապերը, իմ երկու պապերը մասնակցել են պատերազմին, երևի քիչ մարդ կգտնենք Հայաստանում, ովքեր որ առնչություն չունեն հայրենական պատերազմի հետ, երկրորդ համաշխարհայինի հետ, այս առումով մենք մեզ ոչ թե հյուրի կարգավիճակով պետք է զգայինք, այլ տիրոջ կարգավիճակով, փայատիրոջ կարգավիճակով, այդ դեմ տարած հաղթանակը դա նաև հայ ժողովրդի հաղթանակն է, որովհետև ամբողջ աշխարհից հաշվարկված է կես միլիոնից ավել մասնակցություն հայ ժողովրդի եւ զոհերի քանակով մենք մոտ 300,000 տարբեր թվեր են նշվում, բայց բովանդակ հայ ժողովուրդը 300,000-ի չափ զոհ է տվել եւ մենք փայլուն հրամանատարներ ենք նաեւ ունեցել, ովքեր մասնակցել են եւ կերտել են այդ հաղթանակը, մարշալներ, գեներալներ, ադմիրալներ, ծով չունեցող Հայաստանը ադմիրալ Իսակով է տալիս եւ սա շատ մեծ բաների մասին է խոսում եւ զորահանդեսի քաղաքական կողմն այն էր, որ Չինաստանի ղեկավարը կարելի ասել Պուտինի հետ համատեղ էր ընդունում զորահանդեսը, դա նշանակում է այսօրվա աշխարհակաղակական իրավիճակում եւ արևմուտք Ռուսաստան բախման process-ների ընթացքում Չինաստանը իր վերաբերմունքն է ցույց տալիս եւ մասնակցությունը այդ զորահանդեսին նաեւ մեսիջ էր աշխարհին, թե ինչպիսի process-ներ կան, ինչպիսի համագործակցություն կա Մասնակցությունը բնականաբար զորահանդեսին նաև զորքերի ցուցադրություն է, թե ինչ միջոցներ կան, բայց այդտեղ շատ կարևոր է քաղաքական կողմը եւ Հայաստանը
փաստացի զորախումբ չէր ներկայացրել եւ դա Նիկոլ Փաշինյանի պատճառով է որ չէր ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանը երևի որ ասում է տնից մեկն է մասնակցում, ինքը Ալիևի փոխարեն ընդունում էր ադրբեջանական զորախմբի Կարմիր հրապարակում եւ ես մի բան ասեմ, կադրերից դուրս է մնացել ինքս, քանի որ տրիբունայում եմ եղել եւ հետեւել եմ զորահանդեսին, միակ զորախումբը, որը սխալ թույլ տվեց այդ մարշի ժամանակ դա ադրբեջանական զորախումբն էր, այո, ես տեսել եմ, ուղղակի քանի որ չէին նկարում, բնականաբար ես ադրբեջանական զորախմբին չէի նկարելու, այսպես տարբեր կադրեր վերցրել եմ, ես կարող եմ ասել, որ իրենց այսպես կոչված սպեցնազը քայլելու ժամանակ մի հոգի ավտոմատավոր ձեռքից գցեց ավտոմատը եւ ամբողջ զորքը խառնվեց, այդ շարքերը խառնվեցին, նա կռացավ որ վերցնի եւ այդ վերցնելու ընթացքում խառնվեց այդ զորախումբը եւ դա շատ հետաքրքիր էր որ այդպես էլ կա, այսինքն միայն այդ զորախումբը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է նաեւ մեծ պարտության մատնել։ Նիկոլ Փաշինյանը աշխարհակաղակական թափառաշրջիկի կարգավիճակ ուներ եւ այսպես խոժոր դեմքով նստած էր մի մութ անկյունում, հոնքերը կիտել էր, բայց լացը չտեսա, համենայն այդպիսի պատկեր էր եւ կարելի ասել որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակից ենք, գոնե փաստաթղթերով այդպես է, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է որ այդպես չլինի եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք, ճիշտ է Նիկոլ Փաշինյանը սառեցրել է մեր անդամությունը եւ չի մասնակցում եւ այդ առումով շատ զարմանալի է որ մենք չենք մասնակցում այսօրվա քաղաքական իրողությունները հաշվի առնելով, որովհետեւ այդուհանդերձ Հայաստանը ռուսական անվտանգային համակարգի հետ միևնույն շրջանակի մեջ է եւ տարօրինակ է առնվազն որ մենք չենք մասնակցում, բայց դա Նիկոլ Փաշինյանի տերերի հրահանգներ երևի հիշում եք որոշ ժամանակ առաջ այնտեղից ցույցում եկավ որ հանգարց չմասնակցեն մայիսի 9-ի զորահանդեսին Նիկոլ Փաշինյանը այո արևմտյան տերերի որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց բայց զորախումբ չտարավ Ադրբեջանը հակառակը արեց Ալիևը ասաց դե քանի Նիկոլը այնտեղա հերիքա այդ կանաչի ծախողի գլխարկով է նստածա թող ինքը մասնակցի բայց ինքը զորախումբ ուղարկեց եւ այսպես հաղթողի տրամաբանությամբ ուրեմն մայիսի 9-ի տոնակատարությանը իրենք մասնակցում են եւ դա այն դեպքում երբ որ Ադրբեջանը մեղմ ասած ոչ համադրելի մասնակցություն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակ